Ազատության մեջ վերջին 8 ամսվա ընթացքում առաջին անգամ են հանդիպում ամենայն հայոց կաթողիկոսն ու Միքայել Սրբազանը։ Նրանց նախորդ շփումը դեկտեմբերի վերջին էր Իզմիրլյան բժշկական կենտրոնում։ Շիրակի թեմի առաջնորդը ոստիկանների ուղեկցությամբ Սուրբ Գայանե էր այցելել մասնակցելու Տաթև arczepiskopos Սարգիսյանի հուղարկավորության արարողությանը։ Կարճ շփումից հետո Միքայել Աջապահյանը որդիական խոնարհությամբ հրաժեշտ տվեց հայոց հովվապետին։ Չնայած իշխանության ներկայացուցիչների վեհափառին ուղղված բազմաթիվ մեղադրանքներին, Գարեգին II-ն այս պահին անցնում է միայն մեկ գործով՝ Արման Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելը։ Արդյոք գործը, որը օրինակ առնչվում է Գարեգին II-ի ունեցվածքին կամ հակակոռուպցիոն կոմիտեում նման գործ չկա։ Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքը ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ։ Իսկ Էջմիածնի գանձերը Հայաստանից դուրս տանելու մեղադրանքով վարույթ կա, կոմիտեի նախագահը հորդորում է իրեն տալ միայն իրավական հարցեր։ Ինչպես է կանխելու այդ Էջմիածնի գանձերը չտանեն ստեղից։ Ժողովուրդ, եթե ունեք իրավական հարցեր հակակոռուպցիոն կոմիտեին վերաբերելի, պատասխանեմ, եթե ոչ, ավարտենք հարցազրույցը։ Պետական ապարատին ազգաբաշխական պարգևավճարների բաժանման գործընթացում հակակոռուպցիոնի նախագահը կոռուպցիա չի տեսնում։ Հատկապես շռայլ պարգևավճարներ են ստացել նախարարները, պատգամավորներն ու բարձրաստիճան պաշտոնյաները։ Երբ որ աշխատողին կառույցը պարգևավճար է տալիս, որևէ հոդվածի մեկնաբանման տիրույթում չի կարող դիտարկվել որպես կոռուպցիա քերական օրենսգրքի։ Նահապետյանը եւ կոմիտեի աշխատակիցները եւս պարգևավճար ստացել են, բայց ոչ կառավարության այդ որոշմամբ։ Կոմիտեի ղեկավարը չասաց, թե որքան է ստացել ինքը։ Առաջիկայում, երբ որ մենք ներկայացնենք նաեւ հայտարարագիր, այդ հայտարարագրում մանրամասն նշված կլինի այն գումարի չափը, որը հակակոռուպցիոն կոմիտեի ցանկացած աշխատակից, այդ թվում նաեւ ես ստացել եմ եւ կհայտարարեմ բարձ հասանելի կտեսնեք այդ ամենը։ Փետրվարի 6-ին Հանրապետության նախագահը ստորագրել էր ազգային ժողովի ընտրությունն անցկացնելու հրամանագիրը, որը մեկ օր հետո ուժի մեջ էր մտել։ Դրանից հետո ստեղծվել է մշտադիտարկող խումբ, որի նպատակն է պարզել, արդյոք խախտվում են քրեական օրենսգրքի այն դրույթները, որոնք մինչև ընտրության օրն արգելում են աջակցությունների բաժանումը, ինչը կարող է գնահատվել որպես ընտրակաշառք։ Նախագահի հրամանագրից օրեր անց փետրվարի 9-ին Սյունիքի մարզպետը մարզի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու որոշում է ստորագրել։ Լրագրողները հակակոռուպցիոն կոմիտեի նախագահից հետաքրքրվում են։ Սրա համար վարույթ հարուցվել է։ Կոնկրետ այս օրինակով մենք ունենք ստուգողական գործողություն հակակոռուպցիոն կոմիտեում եւ ստուգում ենք, թե տվյալ պաշտոնատար անձը կուսակցության անդամ է հանդիսանում, չի հանդիսանում, այդ գումարը պաշտվել է համապատասխան դիմումների հիման վրա քաղաքացիների, թե ոչ, ինչ նպատակ է հետապնդել այդ գումարի պաշտումը։ Գնահատում ենք, թե կոնկրետ ինչ գործողություն է կատարել։ Եթե իր կատարած գործողությունը մտնում է իր պաշտոնական պարտականությունների մեջ, թե որևէ հանցակազմի առումով որևէ խնդիր չունենք։ Կոմիտեի գնահատականը սուբյեկտիվ չի լինելու արդյոք եւ ինչպես է որոշվելու գումար բաժանած պաշտոնյայի գործողությունը մտնում է իր պարտականության մեջ, թե ընտրակաշառք է բաժանվել։ Մենք ունենք մարզպետարաններում օրինակ հանձնաժողովներ, որոնք քաղաքացիների դիմումները ստանալով, հանձնաժողովի կազմով ընդհանուր որոշում են կայացնում, թե դրամական օգնություն տվյալ դիմումը ներկայացած քաղաքացուն ցուցաբերեն, թե չէ։ Օրինակ, յամա քաղաքացին ասում է, իմ տանիքը կաթում է, օրինակ, ինձ դրամական որոշակի օգնություն է պետք, գերավոր դիմումը ներկայացնում մարզպետարանին։ Ստե ոչ թե մարզպետն է այդ որոշումը կայացնում, այլ շատ երկեր ունենք հանձնաժողովներ, այդ հանձնաժողովի անդամները, որոնք կուսակցականներ չեն։ Կոմիտեի նախագահը հայտնեց նաև, որ առաջիկայում նոր մեղադրյալներ կլինեն մարտի 1-ի գործով։ Արթուր Նահապետյանը չմանրամասնեց կոնկրետ որ դրվագով ու անուններ չտվեց։ Մոտ 2 շաբաթ առաջ մարտի 1-ի գործով կոմիտեն մեղադրանք էր առաջադրել Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին եւ այդ ժամանակ նրա տեղակալ Վալերի Օսիպյանին։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։